Բարև սիրելիներս, եկեք այսօր միասին պատրաստենք սինաբոններ, առաջին անգամ եմ թխում։ Տարայի մեջ կլցնենք գոլ կաթ, շատ տաք պետք չի լինի կաթը, որպեսզի դրոժը չփչանա, 11 գրամ դրոժ, 2 ճաշի գթալ շաքարավազ և 3 ճաշի գթալ ալյուր։ Եվ դա թողնում ենք տաք տեղ հանգստանալու, բերանը փակում եք, տեսեք ինձ մոտ ինչքան է բարձացել, սրանք ավելացնենք մնացած ալյուրը, մոտ 780 ընդհանուր, ամբողջությամբ ալյուրը 780 գրամ, կավելացնենք ալյուր, շաքարավազ, 200 գրամ, 2 հատ ձու, կարագ հալեցված, բայց ոչ շատ տաք, 120 գրամ, վանիլին, ես կխառնեմ միքսերով, դուք կարող եք նաև ձեռքերով խառնել, ես չեմ սիրում խմորի հետ աշխատել, դրա համար կխառնեմ միքսերով։ Ահա այսպիսի խմոր պետք է ստանանք, ալյուրը շատ չենք լցնում, որպեսզի ինքը մի քիչ կպչուն լինի, բայց դրա հետ մեկտեղ էլաստիկ և մեզ լսող խմոր լինի։ Ես արդեն խմորը թողել հանգստանում ենք 30 րոպե, 30 րոպեից հետո գրտնակում ենք, լցնում ենք վրան դարչին և շաքարավազ, 200 գրամ շաքարավազ եմ ես խառնել եմ 20-ից 25 գրամ դարչինի հետ, բայց կարող եք մի փոքր շատ անել, որովհետև համը քիչ է իմ կարծիքով դարչինի։ Շաղ ենք տալիս, վրան քսում ենք կարագ 100 գրամ սկզբում, հետո շաղ ենք տալիս դա շաքարավազով և փաթաթում ենք, նորից կթողեմ մոտ կես ժամ, որպեսզի արդեն բուլկիները, սինաբոնները ուռեն, ահա այսպես, և դրանից հետո կթխենք 180 աստիճան ջերմաստիճանի տակ 30 րոպե։ Վրան կքսենք կրեմը սերուցքային պանի, շաքարի փոշի և 2-ից 3 ճաշի գթալ սլիվկի կամ կաթ, տարբերություն չկա, ինձ մոտ սլիվկի է, և ահա այսպիսի փափուկ և համեղ սինաբոններ կստանաք։